Լույսով սովորական գյուղ է, մութն ընկնելուն պես սկսվում է անհավատալի դեպքերի շղթան։ Ասում են Կարբիում ստվեր է շրջում, մարդիկ մահակներն առնում ու բակ ու փողոցում փնտրում են անկոչ ուրվականին։ Անգամ մենք վախենում ենք մեր սեփական հայաթի մեջ մանկանք։ Ում են փնտրում, չգիտեմ, մի մասն ասում է գյուղում հոգի կա, մյուսն էլ կարծում հոգեկան հիվանդ մեկն է։ Մարդիկ զգույշ են դարձել, 7-ից հետո դրսում երեխաներ ու ծերեր չեն լինում, տանից դուրս են գալիս միայն անհրաժեշտության դեպքում։ Գյորնապշտիկն ինչ գործ ունես դարին։ Ես դարին սողել գյորնապշտիկ են էլի։ Կա ասում են, հա եկել է, բայց ման են գալում չեն գանում գտնեն։ Գյուղը հայտնվել է գիշերվա չար երազում ու ելք չի գտնում։ Պատմում են, որ մարդ ուրվականը քարեր են նետում մարդկանց կամ տների վրա, շներ սպանում, իրեր գողանում ու կարծես հեգնելով տանտերերին գողոնը այգում շաղ տալիս։ Բարեկամի տանից շաներին տանակով ասես լրիվ կտրել են, զատկացրել են, թաղումն է կատարել է իրաց բախշում, մեր համար գյուղացի։ Ահաբեկիչ ուրվականին տեսնող է եղել, նա ռազմիկի առաջը կտրել է, ձեռքով հարվածել ու անգամ խոսել է հետը։ Բարակ ձենով է ինքը խոսում, ինքը ինձ խփեց էլի։ Քեզ խփել է քարով։ Քարով չէ, ձեռներով, խփել է դոշերից։ Կմենակ ասես քեզ եմ տանելու, վсё, ինքը այդ բահարնաս։ Կարբիի գյուղապետարանում խնդրին ծանոթ են, գյուղապետը եւս գիշերային հերթափոխի է, գյուղի հետ ուրվականի հետքն է փնտրում։ Ամբողջ գիշեր ես անձամբ ես իրանց հետ ընկած մի կիլոմետրի վրա, ասենք 5 րոպեվա տարբերությամբ միացտեղ են տնում, հետո մի կիլոմետր հեռավորության վրա 5 րոպե հետո ընդեղ են ասում տեսանք։ Գյուղը քունը կորցրել է, արդեն 10 օր ապրում է ահուդողով, կին ու երեխա դուռը ամուր փակում են, իսկ տղամարդիկ ուրվականի որսի են, մինչև բացահայտվի Կարբիի առեղծվածը։ Սպարտակ Գրիշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։